Իրանցի գործարար ամուսինները ողջույնից հետո միանգամից նայում են ոտքերի տակ, հայկական կարպետների մասին լավ գիտեն, զարմանում են, որ հայկական գորգերն ամենուր չեն, փոխարենը մեքենայագործ են, Իրանուհի բիզնես վումենը ախտորոշում է, սա հայկական ձեռագործ կարպետ չէ, ֆաբրիկայի արտադրանք է։ Ես նույնիսկ մեկ նախշից հայկականը կճանաչեմ։ Հայ-իրանական համաժողովին հենց դա էլ կառաջարկեն գորգագործների 5-րդ սերնդի ներկայացուցիչ ամուսիններն ուզում են հայ-իրանական կարպետագործությունը զարգացնել։ Կիսաֆաբրիկատ գորգերը կբերեն Հայաստան ու հայ մասնագետների օգնությամբ դրանք կդարձնեն արվեստի գործեր։ Սա հնարավորություն կտա նաև փոքր գյուղերում աշխատատեղեր բացել։ Գորգագործությամբ կարող են զբաղվել տղամարդիկ էլ, կանայք էլ։ Աբբաս Նիսհաբուրիի հետ Հայաստան են եկել իրանցի ևս 90 գործարարներ, նրանց մեջ նաև իրանահայեր։ Գործարար Մութաֆյանը Հայաստանի հետ բիզնես կապեր ունի արդեն։ Բեռնափոխադրող իրանական ընկերության համար Հայաստանը տարանցիկ ճանապարհ է դեպի Եվրոպա։ Բացել ենք Եվրոպայի հյուսիսից ապրանքափոխադրություն Հայաստանի երկաթգծով դեպի Թեհրան։ Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության նախագահը իրանցի գործարարներին միանգամից կոչ է անում, համարձակ եղեք, չխաբվեք, սա փոքր շուկայով, բայց մեծ հնարավորություններով երկիր է։ ԵՏՄ-ում լիարժեք անդամ ենք, մեր ապրանքները գնում են առանց մաքսատուրքերի։ Եվրոպայում ունենք GSP+, Միացյալ Նահանգներում GSP համակարգը։ Ինչքան էլ Իրանի նկատմամբ սանկցիաները մեղմվեն, որոնք դանդաղ գործընթացի հետևանք են, Իրանը որպես խոշոր շուկա չի ունենա այս կարգավիճակները, այս ռեժիմները, ինչ որ Հայաստանին է տրված։ Ձեզ կզգաք ինչպես տանը սեփականության իրավունքից մինչև արտոնյալ, միայն հայ գործարարների համար նախատեսված հարկային ու բիզնես հնարավորությունները կլինեն նաև իրանցի գործարարների համար, խոստանում է տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունը, օրինակները շատ են։ Հայաստանը լինելով ԵՏՄ անդամ, Եվրասիական միության անդամ, այդ հումքային նյութերը դեպի Հայաստան Ռուսաստանից նորից կարողանում են ներմուծել զրոյական մաքսատուրքերով։ Համ Հայաստանում որևէ բան չպետք է վճարվի, չի վճարվում, համ նաև Ռուսաստանից արտահանելիս չի վճարվում։ Օրինակ ադամանդի հումքը, օրինակ նավթամթերքը, օրինակ անտառանյութը։ Հայաստանն Իրանի համար բացառիկ գործընկեր կարող է դառնալ, լինելով տարածաշրջանում միակ երկիրը, որ աշխարհի ամենամեծ տնտեսական միությունների ու առևտրային գոտիների անդամ է, նույն հնարավորությունները կարող է բացել նաև Իրանի համար։ 6400 անուն ապրանքներ հայկական ծագման սերտիֆիկատ ունենալու դեպքում առանց խոչընդոտների կհասնեն 500 միլիոնանոց Եվրոպա։ Բաց է նաև 180 միլիոնանոց ԵԱՏՄ շուկան։ Հայկական ազատ գոտիներն էլ արդեն սպասում են նոր գործարարների։ Չեք վճարի ոչ ավելացված արժեքի հարկ, ոչ շահութահարկ, ոչ գույքահարկ։ Ինչու են մինչև հիմա իրանցի գործարարներն ավելի պասիվ եղել, մեկնաբանում է Իրանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահը։ Պատճառը պատժամիջոցներն էին, հիմա ավելի ազատ ու համարձակ կլինեն, բայց եւ այնպես իրանական շուկան դեռ շատ ոլորտներում փակ է հայ ներդրողների համար։ Պահածոներ ու բնական հյութեր արտահանող գործարար Ժամհարյանը հենց այդ հարցն էլ պետք է ուղղի իրանցի պաշտոնյաներին։ Հանդիպում ենք այսպես ասած շատ լուրջ պատնեշի, իրանական մի շարք սերտիֆիկացիաներ։ Սկզբում բիզնեսը, հետո նաև կյանքը կապեց Հայաստանի հետ։ Իրանցի գործարարը հպարտանում է, որ ունի հայկին, խոսում է թե հայերեն, թե ռուսերեն։ Եկել եմ այստեղ ինստիտուտ ֆարմակոլոգիայի հետ ուզել եմ սովորեմ, հետո տեսել եմ ավելի լավ բիզնեսով զբաղվեմ։ Իրանի էներգետիկայի նախարարի խորհրդականը բիզնես սկսելուց առաջ կարևորում է հայ-իրանական տրանսպորտային կապերը, հյուսիս-հարավ մայրուղին ու Պարսից ծոցը Սև ծովին կապող երկաթուղին հայ-իրանական հարաբերություններում նոր էջ կբացեն։ 2017-ին կսկսվեն Մեղրիում կառուցող նավթամշակման գործարանի աշխատանքները։ Իրանցի պաշտոնյաները իրանական գազը Եվրոպա արտահանելու ճանապարհին Հայաստանի դերը նույնպես մեծ են համարում։ Ի տարբերություն քաղաքական հարաբերությունների, հայ-իրանական տնտեսական գործակցությունը դեռ գոհացուցիչ մակարդակ չունի։ Վստահ եմ պատժամիջոցների վերացումն ու Իրանից Եվրոպա գազի արտահանման նախագիծը նոր հնարավորություններ կբացեն։ Վերջին պատրաստություններն են, պարզում են հայ ու իրանական արարողակարգերի փոքրիկ նրբությունները։ Ֆարսերենը գրվում է աճից ձախ, հայերենը ձախից աճ։ Դրա համար տետրարի բացվելը տարբեր է լինում իրարից։ Մեկ համաժողով ու ստորագրված 4 հուշագիր էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության ու բժշկության ոլորտում։ Մանուիրիցյան, Արմեն Շահոյան, ժամը լրատվական։